Գործարար Սամվել Կարապետյանի 2 ամսով կալանավորման որոշումը ով է կայացրել։ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար։ 2025 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել ին որևէ հանձնարարություն կատարել։ Իսկ ում ասածն արեց Փաշինյանը։ Սոցցանցերում գրում են ադրբեջանական պահանջի իրականացման մասին։ Ռուսաստանում Սամվել Կարապետյանը շատ ու շատ հարցերում հայերի եւ Հայաստանի շահերի պաշտպան է։ Մոսկվայում Սամվել Կարապետյանը որոշ ոլորտներում մրցակից է ծագումով Ադրբեջանից միլիարդատեր Գոդ Նիսանովին։ Վերջինս Ռուսաստանում Ալիևի շահերի հիմնական սպասարկողներից մեկն է։ Հարվածելով Սամվել Կարապետյանին Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին, թե այս թե նախորդ կետով։ Սամվել Կարապետյանի թեման ակտիվ քննարկվում է նաև ադրբեջանական մամուլում։ Իբրև խաղաղության ժեստ Փաշինյանից պահանջում են այսպես ասած արտահանձնել Կարեն Կարապետյանին, որի նկատմամբ տարիներ առաջ Ադրբեջանը հետախուզում էր սկսել։ Փաշինյանը բազմիցս խոսել է խաղաղ օրակարգից, սակայն խոսքերը պետք է հաստատվեն գործողություններով։ Ռազմական հովանավորներին թաքցնելը միայն վարկաբեկում է հաշտեցման միտումը։ Կարապետյանի արտահանձնումը հնարավոր է դարձնում վստահության ամրապնդումը, երկրի մաքրումը մոխրագույն տնտեսության ժառանգությունից եւ ցույց է տալիս, որ Հայաստանը իսկապես շրջվում է դեպի խաղաղություն։